Շարունակենք մեր զրույցը հայկական խորհրդանիշների, այսպես կոչված բրենդերի մասին։ Անկեղծ ասեմ, ինձ խորապես խորթ է ազգային ամոլությունը ամեն ինչ հայերին վերագրելը, բայց դրա հակառակ կողմը, որը հիմա գրեթե պաշտոնապես սերմացվում է մեր ազգի մեջ, թերարժեքությունը, թերհավատը մեր իսկ անցյալի, ներկայիս, ապագայի հանդեպ էլ ավելի նողկալի է։ Ուստի հիշենք, ինչ է նշանակում մեր ազգի, մեր երկրի անվանումը։ Օտարները մոտավորապես 6-րդ դարից Քրիստոսից առաջ պահպանվել է Դարիուս արքայի Բեհիստունյան գիրը ժամանակից Իրանի տարածքում, որտեղ Հայաստանը, հայքը կոչվում է Արմենիա, այսինքն արիացիների, արմենների, արմանների երկիր, արիանալ, արիացիր, դա կարևորագույն բառ է հայերենում։ Մեր բազմաթիվ խոսքերը, անվանումները ունեն այդ արմատը, Արմենիա, Արարատ, Արագած, Արալեր, Արաքս, Արցախ, դա նշանակում է հզոր, տղամարդկային, ավելին arm բառը լատիներենում բազուկը եւ զենքը, բանակը, army բառը, դա նույն Արմենիայի արմատն ունի, ինչ պակաս խորհրդանիշ է, ազգային բրենդ եւ ինչ կարող է լինել դրանից ավել։ Այս կարճ ժանրում փոքրիկ զրույցների հասցնեմ հիշատակել եւս մի կարևորագույն խորհրդանիշ, դա մեր լեզուն է։ Տեսեք, մենք չենք խոսում գրաբարով, բայց մենք հասկանում ենք, մենք աղոթում ենք գրաբարով։ Հայր մեր, դու որ երկինս ես, սա գրաբար է։ Եվ տեսեք, հին հուներենը անհասկանալի է այսօրվա Հունաստանում։ Իտալացիները չեն հասկանում լատիներեն, թեև լատիներենը ռոմանական եւ գերմանական լեզուների բազմաթիվ արմատներն ունի, մենք դեռևս խոսում ենք այն լեզվով, որով խոսել էին մեր արքաները եւ մեր միջնադարյան թագավորները։ Ահա եւս մի փայլուն հայկական բրենդ, ազգային խորհրդանիշ։ Մնացածի մասին կխոսենք մյուս անգամ։